հասարակությունը բաժանվում է մասերի այսպես ու ամենավառ արտահայտվածները դրանք ալարմիստներն ու տեխնո-օպտիմիստներն են, ովքեր ալարմիստները պնդում են, որ արհեստական բանականությունը ինքնին արդեն տանում է մարդկային մտքի դեգրադացման, նույնիսկ ասում են, որ գիտելիքի դեվալվացիա է բերում նույն ինքնարժեզրկման եւ պնդում են, որ հնարավորինս պետք է երեխաներին հետ պահենք նաեւ, եթե կրթական տեսանկյունից ենք մոտենում, որպեսզի կարողանան իրենց միտքը առաջ տանեն երեխաները։ Նույնը, եթե մի փոքր հետ գնանք, Սոկրատեսը վախը ներարտահայտում այն կապակցությամբ, որ գրի առաջ գալու հետ միաժամանակ, երբ մարդը սկսի գրի առնել մտքերը, ինքը արդեն կդադարի մտածող մարդ լինելուց։ Եվ նույնը, ինչպես արդեն նշվեց 1980-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ ուսուցիչներն ու դասախոսները աղմուկ բարձրացրեցին ու դժգոհում էին, որպեսզի չմտնեն հաշվիչները դպրոց, սակայն այդ process-ը այսպես թե այնպես տեղի ունեցավ եւ ինչպես տեսնում ենք, դեռևս մենք այդ դեգրադացիային չենք հասել, բայց ամեն դեպքում իրենք իրենց մտավախություններն ասում են ու հիմա մյուս կողմից տեխնո-օպտիմիստները հավատում են, որ հենց կրթական բանականության զարգացումն է բերելու մեզ այն կետին, որտեղ մենք միշտ երազել ենք լինել ու հիմա իրենք ասում են, որ կգա ժամանակ, երբ որ դրախտավայրում մենք կհայտնվենք, այսինքն մարդը արդեն կլինի այնքան ազատ ժամանակ կունենա, որ ոչ թե կմտածի աշխատատեղերի մասին կամ զուտ իր գոյությունը պահելու մասին, այլ արդեն կգնանք մենք դեպի ավելի խոր փիլիսոփայական ինքնաճանաչման ուղիով եւ ավելի շատ ժամանակ կունենանք մեր միտքը զարգացնելու։